Ես այդ ձերը չեմ եկել, այս տերերիվի ժամ է, պացել է, որ տերերիվի ժամ է, մեկից անկուսի տերերի։ Բան սակսեմ, որ վիտիկ բերի ժամը խիտ ուժեցիք միատ։ Խիտ միատ չուժեցիք։ Ասոր առաջ ուշել եմ ես չեք լսի, ասի գնացեք սպասեք մինչև գնանք։ Ինչ հուշում եմ չեք լսի եմ սպասեք։ Սպասեմ որոցան։ Գիտեք ինչ անեց, թե երկրորդ հագը չեք հնչականը։ Երկրորդ հագը հնչականը դա։ Հիմա մի հատ բարձրաձայն գորանք տենանք մեր քննիչը իջնելու, հա։ Մեզի պատասխան տալու, հա։ Անպայման։ Միշտ է քաղաքացու հարցը առաջնային է, քան ընդմիջումը, որովհետև ստեղ արդեն բոլորն էլ հացի խնդիր ունեն։ Սիրելի Վազգեն Բադալյան, խնդրում եք իջտեք ներքև, մեր բոլոր հարցերին պատասխան տաք։ Սարգսյան ջան, կարանք բարձրանանք, վերև տենանք Վազգեն Բադալյանը ստեղա թե չէ։ Մեզ թույլ չեն, մեզ ասել են, որ ես պայն թույլտվություն չկա։ Ես որ թույլտվություն ունի, մեծ սիրը թողենք բարձրան, ես պայն թույլտվություն չկա։ Մենք հիմա պահանջում ենք բոլորով, որ Վազգեն Բադալյանը իջնի, մեր հարցերին պատասխան տա, քանի որ ինքն է կապարակնք է, չգիտեմ ում հրամանով։ Ում հրամանն է կատարել։ Թող ինքը իջնի, ինքն է եղել, ես ներկա եմ եղել այդ ամեն ինչին, ինքը որ կնքել է սաղ կնիքներով։ Թող իջնի պատասխան տա։ Այս մարդիկ էլ չեն համբերում։ Իրանց աշխատավարձն են պահանջում, մենք էլ չենք իմանում ինչ անենք։ Սիրելի Վազգեն Բադալյան, եթե մեզ լսում ես իջի ներքև, բոլորը ձեզ են սպասում։ Պարոն Սարգսյան, ինչու թույլ չեն տալիս ոչ բաժամետրն համար։ Չեմ կարա ձեր հարցին պատասխան։ Դեք ոնց հասկացա հիմա Պերերիվի ժամը, բայց մենք բոլորս հացի խնդիր ունենք, չենք եթալու, սպասելու ենք ստե մինչև ընդմիջումը պրծնի մեր հարցին պատասխան տան։ Համաձայն եք իմ հետ, թե չէ։ Իսկ եթե միջոցառման մի ուրիշ պատճառ գտնվի ձեզ չթույլելու համար։ Փորձենք մի ուրիշ արդեն հարցով տեսնենք ինչ պատասխանեն։ Եթե 10 օրից ավել ոչ մեկ չի պատասխանում, ինչ անեն այս խեղճ ժողովուրդը լավ։ Եթե կառավարությունը որոշում է կայացնում 5 միլիարդ դրամ բյուջեից պարգևավճար վճարի, այս խեղճ մարդկանց աշխատավարձները չտան, դա ճիշտ է։ Ճիշտ է, դա ճիշտ է գնահատում։ Սարգսյան ջան, սպասելու ենք մինչև Պերերիվը պրծելու։ Գրավոր հիմա կարող ներկայացնենք, որ ստեղ ենք սպասում։ Ում ասենք, դա գրավոր ներկայացնենք։ Գորալը կավար, չգիտեմ։ Տարբերակ գրավորի, գրավոր ներկայացնում։
Լավ, հիմա ոնց հասկացա, ոչ իրանք գիտեն ստեղ են, ոչ չէ։ Չենք կարա լրագրողները հետ բարձրանանք վերև։ Մենք ոչ մեկի ոչ վնաս ենք պատճառում, ոչ էլ ուզում ենք ինչ-որ մի հատ կոնֆլիկտային հարց ստեղծենք ոստիկանների հետ։ Մենք ուզում ենք բարձրանանք, ասում են ստեղ չեն, ես էլ ասում եմ ստեղ են։ Սարգսյան ջան, բարձրանանք, ես քո ցավն էլ տանեմ, մենք ձեզի հարգում ենք։ Չեք կարա մինչև թույլ չտան, չեք Ով պետք է թույլ տա։ Ենթադրենք Բադալյան Հիմի բերեք բարձրանանք վերև Բադալյան Բադալյանին ասեն, ժողովուրդը պահանջում է։ Բադալյանը։ Բադալյանը։ ում ասում Ինձ։ ես չի ասում Ձերով արած վերևից։ Դե մի հատ կարած անգիր տենակ թույլ է տալիս թե չի։ երբ որ թույլ կտա ես կիմանամ երբ որ թույլ կտա ես կիմանամ թույլ կտան կբարձրանանք վերև այս պայն թույլ չեն տա հաստատում է դա բան, որ ինչ իմանանք թույլ տվեց, դե թե դու թույլ ինչ չտա։ գիտես ես ինչ եմ անում դուք տեղը որոշումներ եք կայացնում Դու կարաք ինչ-որ մի բանով օգտակար լինեք այսքան ժողովրդին։ դե արդեն օգտակար եմ էլի հետներդ քայլեք ելեմ ստել Դե դի օգտակար լինել չէ, դի տանջվել է։ Բռնենք ինչ անենք, սաղով գոռանք։ Չէ, գիտես ինչ կա, նոր մեր տղեկը այսքան մարդը որ կանգնած է, որ ասենք հերթատեսությունով ելույթ ունենում, այսինքն եթերով, իրանք ասում են որ մենք չենք կարող խոսանք, չի նշանակում որ ինչ որ բանի ընդունակ չենք։ Լիքը կարող վատ հետևանքներ ունեն այս ամեն ինչը։ Մեկը ասում է զիլս կբարձեմ, կբերեմ, կկանգնեմ, սամասվալ կանեմ ճամփի մեջտեղը։ Մեկը ասում է այս մեկը կանը։ Հիմա որ ամեն ինչը չհասնի դրան, խաղաղ եղանակով չեն կարող այս հարցին լուծում տանք։ Հիմա պարտադիր պետք է ամեն մեկը գյուղացի մարդիկ են խոսքի, լիքը մարդիկ կան։ Զլերը բարձեն, այդքան սամասվալ անեն ճամփի մեջտեղը, ինքն էլ այդ հասի դե բռնեք տարեք ինձի։ Դա ճիշտ չէ էլի։ Այնքան դիմում են գրել Սարգսյան ջան, էլ ասելու չի։ Ցավն ախր, դուք էլ լավ գիտեք։ Սաղ տեղերն էլ Սաղ որ գրել մեր են, հետ եք տենում եք։ դատախազությունից բռնցած հակակոռուպցիոն, չգիտեմ, քնչական, պատասխան կարող է 20 տարի հետո տան, այս մարդիկ 20 տարի ինչ անեն։ Ինչի կառավարությունում կարան մի անգամուց 5 րոպեում հարց լուծեն 5 միլիարդ պարգևավճար տան, այս հեշ մարդկանց 10 օրից ավել է նստեցրել են տները, չգիտեն ինչ անեն։ Օրգան ասեն 10 օրից կլինի պատասխանը, մի սպասեք, դիմում եք գրե, դիմում են Շանտեր հասկը դնող տևում է շնորհ պետք է 10 օր, որ մենք այդ հանգստուց 10 Ասել են 3 օր։ Ասել են 3 օր։ Չէ, դա հիմա մենք ինչ իմանանք որ ասել են 3 օր, ում 3 օրով բանը։ Դա գրավոր դիմումն են ասել։ Դա կառավարությունում են գրել դիմումը, դա դրա պատասխանը։ Բա մնացած է։ Պրոստը սենց ամեն բանը ավելի է թեժանում էլի, այս որ սենց ոչ մի պատասխան չեն տալի, մարդկանց մեջ այս ամեն ինչը ավելի է թեժանում, ամեն մեկը սկսում է մի արտահայտություն անել, որը որ է դրա պատասխանը միանշանակ մենակ պետք է բռնեք տանեք, ուրիշ ոչ մի բան։ այս մուտքով համ պարեկային համ պարեկային ծառայություն կա, համ մասնագիտային բաժին կա, մենակ քնչականը չի։ Հիմա դուք այս պայն խոչընդոտում եք իրենց բնականon աշխատանքը։ Հիմա ես որպես ոստիկանության Ինչ են խանգարում եք մուտքը, մի քիչ դժվար է։ կանգնել, արեք այսքան կանգնեք կբացվի։ Դե հիմա դուք էլ ուզում եք ներս մտնել, մինչև թույլտվություն չլինի, ներս չեք մտնելու։ Հիմա բարի ելեք նորից գնացեք, արդեն իմացան, ձեզ կպատասխանեն։ Թույլտվությունը ո՞րն է ցավը կանեմ։ Քնչական են ուզում բարձրանալ, խոսքը երկու հոգի բարձրանան, դրանն ինչ պատասխան, դրա թույլտվությունը ո՞րն է։ Հարց ունենք քննիչի հետ։ Ախր հիմա լուբոյ սովորական քաղաքացի պետք է գա թույլտվություն հարցնի, կա քնչական բարձրանալու համար։ Անցագրային Բայց ունեն։ մարդը բարձրանում, մեկին հարցերը քնչական է բարձրանում։ Եթե բարձրանում են, անցագրային ունեն։ Թույլ են տալի մտնում են, չէ՞, սպասում են մինչև թույլ են տալի։
Մնացածն էլ անձնագրային են եթում կամ բարեկային ծառայություն են եթում։ Հիմա դուք դրել եք որոշում եք թե ով ուր է եթում։ Դուք ուզում եք ելեք քնչական, ձեզ թույլ չեն տալի։ Ես էլ կանել եմ ստե որ թույլ չեմ տալի։ Հորդորում եմ, գնացեք նորից ձեր հետ ձեր տեղը։ Ձեզ պատասխան կտան, ոնց որ գրավոր Չեն տալու պատասխան։ Սարգսյան ջան, չեն տալու, չեմ հավատում։ Ես այս պետությունը Հիմա դուք տենց եք ասում, ոնց որ ավելի բորբոք եք այս սաղից։ Հիմա մենք եթե մենք մեր մեջ պայմանավորվանք որ ինչ-որ մի բան անենք, այնպես կանենք որ զավոդը չենք գա, ընդեղը չենք հավաքվի։ Ուրիշ ձև կլուծենք այս հարցը։ Դրա համար ուզում ենք խաղաղ ճանապարհով Սարգսյան ջան, չենք ուզում անօրինակ։ Կոռուպցիա է, որը որ նշանակում որ մեր խոսքը հաշվի առնեն։ Պատժվելու ենք հարշկա, եթե ես գիտեմ իմ երեխան սոված պետք է մնա ոչ մեկ որ պատասխան բոլորից կանգնացրել նստել։ Բախի մի հատ չեք գնում, անօրինական մեզի հանել են զավոդից։ Հիմա ձեզի դիմում են, կարաք մի բանով օգտակար լինեք։ Անօրինական են հան։ Պարոն Սարգսյան, մեզի անօրինական հանել են զավոդից։ Կարաք մի հատ բան անեք, եթանք զավոդ մեր աշխատանքին հունով աշխատենք։ Անօրինական են հանե։ Կարամ անունն էլ ասեմ ով է հանե։ Մենք մեր խաղաղ ճանապարհով պահանջում ենք, թոյիշնի, չիչավ հետո թո մեզի չասեն ինչ ալնելու։ Եթե Բաժնի վարիչեք, ընդմիջում անում, մենք էլ ենք ուզում աշխատենք և ընդմիջում անենք, մեր հարցը հետ է, թող այդ հարցին լուծում տան։ Պարոն Ծառուկյանը այդքան գործարանները բացեց, այդքան մենք իրա շնորհիվ ապրում ենք, իրոք, մենք խնդրում ենք, ինչ ենք խնդրում միայն, մեր գործարանը բաց է, պարոն Փաշինյանին քանի անգամ ենք դիմել, մենք քաղաքականությամբ չենք բանանում, բայց պարոն Ծառուկյանն է մեզ տեղավորել աշխատանքով, իրա միտեսի հազարավոր մարդիկ պարոն Ծառուկյանի շնորհիվ են ապրում, այդ ձեր ցավը տանեմ, ինչի պիտի փակեն, ինչա, խնդիրն ինչումն է կայանում, որ մենք այս անգործության ենք մատնվել, այդ է հարցը։ Ուղղակի կխնդրեի, որ այդ հարցին լուծում տան, մեծ կինեմ, այս արևի տակին գնում գալիս եմ, թող այդ հարցին լուծում տան։ Ես ված բան չեմ լսել պարոն Ծառուկյանից։ Իրոք, եթե պարոն Փաշինյանն էլ բացածներ այդ բարյությունը ասել, ես իրան կգովազդեի։ Ես ոչ մի քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց պարոն Ծառուկյան իրոք ահա որ գործեր արել, մեր միտիսի հազարավոր մարդիկ կատաստրոֆիկ վիճակ է։ Գալու են, չէ՞։ Դե հեսա սպասենք բերի ընդմիջումը վերջանա, տենանք հələ քննիչներից ով է գալու, ինչ կապ ունի Վազգենն է, թե Պողոսն է կամ Պետրոսը, թող մեկն ու մեկը իշնի պատասխան տա։ Կամ երեկվանից այդ կնիքները որ փոկվել է, զանգում եմ չեն գալի, նորից կնքեն, վաղ միսօր ինչ բռնելու են ինձ ասեն, ինա դու ես փոկե։ Երեկվանից զանգում եմ, ասում եմ, արեք, կնիքները փոկվել է, որ վաղ միսօրը ին վրա քրեական գործ չհարուցվի, չասեք ինա դու փոկել եք կամ ընդից մի ինչ-որ մի բան տարել եք։ Դուք հսկում եք տարածքը։ Ես պահակապետն եմ, այո։ Իմ ստորագրությամբ, մեկ էլ քննիչի ստորագրությամբ սաղ կնիքվել է։ Ոչ, միան Աբովյան քաղաքից չեն։ Արաքից գյուղերի տարբեր մարզերից կան։ Սևան քաղաքից էլ ունենք դաժե աշխատող, որ ինքը գիտի ինչ պայմաններում աշխատում, ինչ մթնոլորտ է, մի ընտանիք է։ Այստեղ աշխատողներ կան, որ դաժե մի ընտանիքից են, այսինքն մենակ ստերից են սովորում։ Հիմա այդ մարդկանց հանել են, դրել են դուրսը, դեթան լույսը անջտեն Արկերը չմուծեն։ Զավոդը որ բաց են, հենց աշխատավոր տանում, մարդը բերեք, թողնող սում աշխատում։